Անվտանգությունը բոլորիս համար առաջնային կարևորություն ունի եւ ինչպես գիտենք, ունի շատ բաղադրիչներ։ Խոսեցինք էներգետիկ անվտանգության մասին, կան ելի շատ ոլորտներ։ Ինձ հատկացված ժամանակում կուզենամ խոսել իրավական անվտանգության մասին։ Քանի որ իրավական անվտանգությունը նույնպես հանդիսանում է պետության կայունության եւ արտաքին քաղաքականության, արտաքին դիրքավորման համար կարևորագույն հենասյուն։ Ինչ վերաբերվում է ներհայաստանյան իրավական անվտանգությանը, հարկ եմ համարում նշել, որ ցավոք սրտի այսօր ականատեսն ենք խեղաթյուրված մի իրավիճակի, երբ իշխանությունների տարանջատման սկզբունքի վերաբերյալ ունեցած արհամարհական մոտեցումները, իրավունքի գերակայության խոցելի վիճակը հանգեցնում են մի այնպիսի իրականության, երբ հասարակության շրջանում ականատեսն ենք լինում իրավական մշակույթի եւ իրավագիտակցության անկման։ Քանի որ ինձ թվում է բոլորդ համաձայն եք, որ այսօր մեր հասարակության մեջ կան շատ մարդիկ, ովքեր որ պետական կառույցների, պետական ինստիտուտների գործառույթների վերաբերյալ, որոշումների կայացման վերաբերյալ ունեն այն մոտեցումը, որ դրանք կախված են մեկ անձից կամ մեկ քաղաքական ուժից։ Նման իրավիճակը այնքան ծայրահեղ է դարձել, որ նույնիսկ գործող քաղաքական իշխանությունները փորձում են դավանաբանական եւ կրոնական երևույթների վերաբերյալ դառնալ ճշմարտության միակ աղբյուրը։ Իրավական անվտանգության վառ օրինակ է նաեւ ներքաղաքական կյանքում Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Հայաստանի Հանրապետության ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը։ Կարծում եմ եւ ընդդիմադիր եւ իշխանամետ հայացքներ ունեցող մեր շատ հայրենակիցներ համաձայն են այն մտքի հետ, որ Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակը ընդամենը մեկ անձի ցանկության հիմքով է եւ այս իրավական անվտանգության այս իրավիճակը նաև Հայաստանի Հանրապետությանը խոցելի է դարձնում արտաքին հարաբերություններում, արտաքին գործընկերների հետ համագործակցության ժամանակ մոտեցումը գործող իշխանությունների արտաքին քաղաքականությունում նույնպես գոհացնող չէ, որովհետև միջազգային պարտավորությունների նկատմամբ ունեցած անլուրջ մոտեցումները երբեմն եւ պարտավորությունների ընտրողական կատարումը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության հեղինակության անկմանը նույնպես։ Վերջին տարիներին մենք ականատես ենք մի իրավիճակի, երբ իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթերին փոխարինել են գալիս բանավոր պայմանավորվածությունները կամ երբեմն նաեւ գրավիչ, սակայն իրավաբանական ուժ չունեցող հայտարարությունները, որոնցից շատերը իր մեջ պարունակում են կոնկրետ կետ, համաձայն որի տվյալ հուշագիրը կամ հայտարարությունը որևէ իրավունք կամ պարտավորություն կողմերի համար չի առաջացնում։ Այստեղ խոսքս ամփոփելով կուզենամ ասել, որ իրավական անվտանգությունը վերականգնելու եւ ամրացնելու համար Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ է վերադառնալ սահմանադրականության դաշտ, անշեղորեն իրականացնել սահմանադրությամբ եւ ներպետական օրենսդրությամբ սահմանված բոլոր պարտավորությունները եւ պետք է պահպանել ոչ միայն օրենքի տառը, այլ նաեւ օրենքի ոգին։ Իսկ արտաքին քաղաքականության պարագայում անհրաժեշտ եմ համարում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դադարի կատարել հարաբերփոխ եւ իրարամերժ հայտարարություններ աշխարհի տարբեր կենտրոնների հետ ունեցած հարաբերությունների ժամանակ, քանի որ դրանք որևէ կառուցողական ելք չեն կարող կանխատեսել Հայաստանի համար եւ ուժեղ խաղաղությանը անհրաժեշտ է իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթեր։ Խոսքը միայն խաղաղությանը չի վերաբերվում, նաեւ տնտեսությանը, նաեւ այլ ոլորտներին։ Բնական է, որ որևէ արդյունքի հասնելու համար լինում է բանակցային process, լինում են նախնական պայմանավորվածություններ, բայց իրական ուժեղ եւ հարատև խաղաղությունը, անվտանգությունը հնարավոր է միայն իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթերի առկայության դեպքում։ Շնորհակալություն։